Եվ եկավ մեր հաղորդման ամենահամով մասը, իհարկե իմ ամենասիրելի մասը, մենք եկել ենք Գառնի, եկել ենք Շահումյան 21 հասցե, որտեղ եւ գտնվում է Գաթա ռեստորանը, ընտանեկան բիզնեսի բացառիկ օրինակ, հին ավանդույթների ժամանակակից մատուցում։ Գաթա Հաուսի մթնոլորտն այնպիսին է, որ այստեղ ներս մտնելիս դուք ձեզ չեք զգում որպես հյուր կամ հաճախորդ, այլ զգում եք որպես տան անդամ։ Իսկ գլխավոր առանձնահատկությունը, չնայած որ առանձնահատկությունները շատ են, դա թոնիրն է, որը ամեն օր վառվում է, ու Գաթա Հաուսի կողքով անցնելիս չեք կարող չզգալ գաթայի ու լավաշի անուշահամ բույրերը։ Գաթա Հաուսի բակում կա մի անկյուն, որտեղ եւ գտնվում է թոնիրը, Գաթա Հաուսի բաբախող սիրտը։ Այստեղ թոնիրը պարզապես թոնիր չէ, սա ավանդույթի, հողի, ընտանիքի միասնական սիմվոլն է։ Ամեն հաց, որ դուրս է գալիս այս թոնրից, խոսում է մոռացված հնի մասին։ Ամեն խմորի մեջ զգում ես աշխատասեր ձեռքերի ջերմություն, իսկ ամեն մի պատառ լավաշից զգում ես մայրական հոգատարություն։ Երբ որ ասում եի Գաթա Հաուսում քեզ զգում ես որպես տան անդամ, այլ ոչ թե հյուր կամ հաճախորդ, հենց սրա մասին էր խոսքը։ Թոնրից հենց նոր հանած լավաշ, պանիր, կանաչի, ուրիշ էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար։ Անմահական է։ Ասեմ նաև, որ Գաթա Հաուսում անցկացվում են թոնրի մաստեր կլասներ եւ մեր նկարանման պահից սկսած այստեղ մենք տեսանք այլազգի շատ տուրիստների, ինչի համար ես շատ ուրախ եմ, որ այլազգի ներկայացուցիչները գալիս են ու ծանոթանում են հայկական մշակույթի հետ։ Իրոք գովելի է։ Ասել, որ Գաթա Հաուսը նաև ընդունում է տուրիստական խմբերի մինչև 200 անց։ Սա շատ կարևոր հղում է տուրիստական խմբերին, որպեսզի տուրիստներին ուղեկցեք դեպի Գաթա Հաուս։ Մի շատ կարևոր փաստ ևս, Գաթա Հաուսում կա այսպիսի գեղեցիկ սրահ, որն ընդունում է 130-ից մինչև 140 անց։ Դա նշանակում է, որ ձեր ընտանեկան արարողությունները, լինի դա կնունկ, ծնունդ, նշանդրեք, նույնիսկ հարսանեկան արարողություն, կարող եք վստահել Գաթա Հաուսին։ Բոլորս էլ քաջ գիտենք, որ Գառնին ասոցացվում է Գաթայի հետ կամ Գաթան է ասոցացվում Գառնի հետ, բայց Գաթա Հաուսում Գաթան դա հապավում է, հիմնադրի ընտանիքի անդամների անունների առաջին տառերով է բացվում։ Ահա այսպիսի գեղեցիկ զուգադիպություն։
Գաթա հաուսում ամեն մանրուքից սկսած մինչև խոհանոց գերիշխում է հայկականը, հայկականը եւ միմիայն հայկականը։ Խորովածի տեսակներ, տոլմաների զանազան տեսակներ, հայկական այլ ավանդական ուտեստներ։ Իսկ առանց գաթայի հյուրասիրության այստեղից հեռանալն անհնար է։ Ահա Գաթա հաուսի գեղեցիկ անակնկալը մեր հաղորդմանը ուր գնալ։ Իսկ ես պատասխանեմ Գաթա հաուս, ոչ թե պարզապես ռեստորան, այլ հյուրասիրության արվեստ։